Ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ նրա կալանավորմանը հաջորդեցին, այսպես ասած, պաշտպանող հայտարարություններ, մասնավորապես ձեր ընդդիմադիր գործընկերների Հայաստան խմբակցության կողմից մեր ձևով շարժումը շտապեց աջակցություն հայտնել։ Հայաստան խմբակցության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ իշխանությունը վաղար շաբաթ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձերբակալությամբ հստակ ուղերձ է փոխանցում, որ տեղական ինքնակառավարման մարմիններում պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ ինքնուրույնություն։ Իդեպ այսօր ձեր ընդդիմադիր գործընկերները ձեզ մեղադրում էին նաև պարոն Ղուկասյանի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ։ Տիկին Ազարյան, ձեր արձագանքը եւ Հայաստան խմբակցության հայտարարությանը եւ ձեզ ուղղված մեղադրանքներին։ Շնորհակալ եմ հարցի համար, տեսեք գանք վերջից ձեր հարցադրման, այո, ինչպես նկատել եք դուք, ինչպես նկատել ենք մենք բոլորս, ընդդիմությունը դեռ երեկվանից անդադար, այսպես ասած, դրոշակ սարքելով անմեղության կանխավարկածը եւ ըստ էության այդ խոսույթը դրոշակ է սարքել եւ պարբերաբար ասում է հետևյալը, որ այս իշխանությունները բնավ չեն հարգում մարդու անմեղության կանխավարկածը հաշվի չեն առնում, բայց գիտեք մի հատ պարզ օրինակ, ես չեմ պատկերացնում ընդհանուր առմամբ որևէ դատավարական process, մի դատավարություն, որտեղ հասարակությունը, այս դեպքում նաև որևէ պաշտոն զբաղեցնող, այս դեպքում համայնքապետին ձայն տվող քաղաքացին, որևէ դիրքավորում, հա, ընդդիմադիր դիրքավորում ունեցող եւ իշխանական որևէ պաշտոնյա լռում է, սպասում է մինչեւ այս սպասենք դատավարությունը ավարտվի, նոր խոսենք այդ մասին։ Այստեղ կարծում եմ պետք է վերջակետ դնել եւ անցնել մյուս կտորին։ Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածին, ընդհանուր առմամբ քիչ առաջ, ժամեր առաջ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, որտեղ հետաքրքիր միտք էր արտացոլվում, հետևյալի մասին էր խոսքը, Վարդան Ղուկասյանը ըստ էության ոչ հերքել, ոչ հաստատել է ձայնագրության մեջ տեղ գտած տարբեր կտորներ, ընդհանուր ամբողջը, հա, ամբողջ ձայնագրության ծայրից ծայր, Վարդան Ղուկասյանը ոչ հերքել է, ոչ հաստատել։ Անմեղության կանխավարկածի վերաբերյալ հետևյալ միտքն էլ եմ ես ուզում պարտադիր արձանագրենք, որ Վարդան Ղուկասյանը հենց ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով, սեփական բարձաբանումներն են ներկայացրել։ Թող հերքեր բա, ընդդիմությունը առավոտից ասում է հարգեք մարդու անմեղության կանխավարկածը, բայց պարզվում է հենց մեղադրելը ինքը կարող է կարծոք հետևություն անել, որ Վարդան Ղուկասյանն ըստ էության ընդունում է իրեն մեղսագրվող, իրեն վերագրվող, այսպես ասած, իրեն վերագրվող որևէ քրեական, այսպես ասած, կտոր։ Կարող եք, ես կարող եմ ինձ թույլ տալ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի լսելով ձայնագրություն, հետո նաև հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը կարդալով, այսինքն այս puzzle-ը արդյոք նախնական փուլում հավաքվում է, թե ոչ։ Այսքանը։ Եվ անդրադարձեք, խնդրում եմ ձեր ընդդիմադիր գործընկերների արձագանքներին, աջակցության տեսքով։ Այս աջակցությունը ինչի մասին է։ Այսինքն այս աջակցության հրապարակային, հա, հայտարարություններից ամենատարակուսելի ասեմ, զավեշ տալի ասեմ, դա Մարտուն Գրիգորյանի հայտարարությունն էր։ Ես իրական կարդում էի, ուզում էի հասկանալ ով է իրեն տվել այս տեքստը։ Իսկապես 3 անգամ կարդում ես, ու չես հասկանում ինչի մասին է։ Մի նախկին քաղաքապետի թեկնածու, ով ամբողջ ընտրությունների ընթացքում կոկորթը պատռելով ասում էր, այ այս իշխանությունները ուզում են քաղաքը տանել, իր բառերն են մեջ բերում, հանկարծ ձեր ասում են, որ Մարտուն Գրիգորյանը իր ձայները տալու է Վարդան Ղուկասյանին, վերջում ինչ տեղի ունեցավ։ Ինքն իրեն հակ ասելով, ամենամեղմ ձևակերպումն եմ ընտրում ես, ըստ էության իր ձայները նվիրեց Վարդան Ղուկասյանին եւ հիմա ինչ է ասում, ես պատասխանատվություն չեմ կրում, ես զգուշացրել եմ, այդ ում էր զգուշացրել, առասարակ ինչի մասին էր իր հայտարարությունը եւ նույնն է, որ 2-3, լավ 4 այս դեպքում եւ ավել ընկերներ գնան, կոպիտ իհարկե օրինակ է, գնան գողություն կատարեն, ինչ որ մի բան հափշտակեն, նրանցից այսպես ասած 3-ը գողության պահին գողոնը հայտնաբերի տերը, պայմանական խանութի տերը եւ 3-ը դատապարտվեն, օրինակ, 4-ը ասի ես կապ չունեի։
այս բոլոր մարդիկ, ովքեր խոսում են երեքին այ որ գնան գողություն անենք, այս բոլոր մարդիկ, այս բոլոր հավասարապես պատասխանատվություն կրող են։ Իրենք ոչ թե այսօր պիտի խոսեն ամբիոնից ասեն հարգեք մարդու անմեղության կանխավարկած, այդ մենք իրենց պիտի ասենք դուք հավասար պատասխանատվություն կրող եք։ Ինչ է նշանակում։ Դե մենք ձայները տվեցինք, բայց հետագա կառավարման մեջ չենք խառնվի, կապ չունենք, չենք չէ, այդպես չի լինում, այդպես չի լինում եւ պաշտոններ է ստացել։ Եվ Սեյրան Օհանյան հայտարարությունն եմ այսօր կարդում իր, ասում է խոսում է բոլոր գյումրեցիների անունից, որ մեծամասնությունը իր ձայները տվել է, ցավում եմ, որ պարոն Օհանյանը լինելով քաղաքական, այսպես ասած պրոցեսների եւ զբաղեցնելով ազգային ժողովի падգամավորի պաշտոնը, մինչ այս պահը, չգիտի ինչպես ինչպիսի կոնֆիգուրացիաներ են ձևավորվել, Վարդան Ղուկասյանը ինչ ճանապարհով է դարձել համայնքապետ եւ քանի քվ է ստացել։ Ես ուզում եմ հիշեցնել նաեւ մեր քաղաքացիներին, որ Վարդան Ղուկասյանը մի կերպ ծայրին հասցնելով զորբայությամբ տարբեր ուժերի խմբավորման արդյունքում իրենց ձայները նվիրելու արդյունքում Վարդան Ղուկասյանը դարձել է ինչի մասն է խոսքի չնշանակում գյումրեցի գյումրեցիները մեծամասնության անում մեծամասնությունը ձայն չի տվել Վարդան Ղուկասյանին եւ վաղարշապատի օրինակը քանի որ դուք նշեցիք սկզբում ես կարծում եմ որ հակառակ դիտանկյունից սա պիտի ազդակ լինի վաղարշապատի մեր հայրենակիցների համար որ այն բոլոր process-ները, որոնք հիմա տեղի են ունենում Գյումրի քաղաքում, հետևանք են մի շատ պարզ բանի, այն որ գյումրեցիներին ստելով, խաբելով, սեփական դեմքերով հանդես չգալով մինչև ընտրության օրը, բարի ամենաուղիղ իմաստով ստեցին գյումրեցուն, կորզեցին քվեներ, հետո իրենց ձայները նվիրեցին Վարդան Ղուկասյանին, այսպես ասած, եւ կարծում եմ վաղարշապատի մեր հայրենակիցները պիտի հետևություն անեն, զգոն լինեն եւ նույն սխալը թույլ չտան։ Տիկին Ազարյան տեսակետ կա, որ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը վաղարշապատի ընտրություններից առաջ կարող է կոնսոլիդացնել ընդդիմադիր ընտրազանգվածին եւ հակել ընդդիմադիր տեխնատուների նկատեմ, որ այնտեղ էլ ընդդիմությունը բազմաթիվ դեմքերով է հանդես գալիս։ Հետաքրքիր, այսպես ասած, մենյու է մասնակցում ընտրություններին։ Իրականում ճիշտ եք դուք նկատել, բայց ես երեք նաև հետևելով մամուլում եւ հայտարարություններին հետևելով Գեղամը Մանուկյան եւ պարոն Մելքոնյանը, եթե չեմ սխալվում, շտապել էին Գյումրի, ընդ որում կարծում եմ ճանապարհին նաև գնահատել են այն հյուսիս-հարավի, տեսանկյունից գնահատել են այն ճանապարհը, որով արագ 1 ժամում հասան նրանք Գյումրի քաղաք, իրենց աջակցության խոսքը ուղղելու Վարդան Ղուկասյանին, բայց ինչ վերաբերում է կոնսոլիդացնելուն այս բոլոր ուժերի էֆեկտը կարող է ունենալ, այ դուք ասում եք, որ նայելով այդ պատկերը, տեսեք, երեք այն պատկերը, որը արձանագրվեց Գյումրի, մասնավորապես Գյումրի քաղաքի հրապարակում, ովքեր էին Գյումրի քաղաքում, առհասարակ ովքեր էին այնտեղ, շատ պարզ է պատկերը։ Այն բոլոր ուժերը էլի եմ կրկնում, ովքեր հիմա ասում են մենք կապ չունենք Վարդան Ղուկասյանի հետ, այստեղ էլ շատ իրարամերժ է, շատ հակասող է։ Այսինքն երբ բարենպաստ են պահիմանները, կարելի է շատ հրապարակային, շատ ուղիղ խոսքով աջակցության խոսքեր հնչեցնել, բայց երբ մատնացույց ես անում հստակ կոպիտ խնդիրների մասին արձանագրում ես մի շարք խնդիրներ, ասում են թե մենք կապ չունենք, մենք կառավարման հետ կապ չունենք։ Սա կարծում եմ ազնիվ չէ, առնվազն գյումրեցու հետ ազնիվ չէ։ Ինչ վերաբերում է, էլի եմ նշում կոնսոլիդացնելուն այս ուժերին, երեք մենք տեսել ենք Գյումրի քաղաքի հրապարակում համայնքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին աշխատանքային ժամի ընթացքում նրանք գտնվում էին հրապարակում, իդեպ տարբեր անկարգություններ հրահրելով, ընդ որում նաև ընդհուպ մինչև ոստիկանական մեքենայի ակերը, այսպես ասած, ծակել էին, վնասել էին, տարբեր այս մասով եւս կա արդեն, եթե չեմ սխալվում, վարույթներ, եւ ներկա էին այդ նույն հրապարակում տարբեր պաշտոն զբաղեցնող, միջին եւ բարձր օղակներում Գյումրիի համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող տարբեր հողակի ներկայացուցիչներ։ Սա է կոնսոլիդացիան։ Ես չեմ կարծում, որ գյումրեցին շատ լավ տեսել է Վարդան, այնպես չի Վարդան Ղուկասյանը նոր է
այսպես ասած ծնվել, նոր է սկսում իր քաղաքական կարիերան, Գյումրեցին տեսել է Վարդան Ղուկասյանի կառավարման տարիները դեռ վաղ անցյալում, այդ մասին խոսում էին իր ստացած քվեները, չնչին քվեները, Գյումրեցին իր պատասխանը տվել էր Վարդան Ղուկասյանին, ցավոք Գյումրեցուն ստեցին։ Եվ ես վստահ չեմ, գրեթե այսպես ասած ավելի ճիշտ վստահ եմ, որ այնինչ նշում եք դուք տեղի չի ունենալու։ Այսինքն վաղաշաբաթ խոշորացված համայնքում այս ձերբակալությունը, կալանավորումը ռեզոնանս չի ունենա ձեզ ընդդիմադիր էլեկտորատը չի համախմբի ավելի միակամչի այն մտայնությամբ, որ տեսեք մենք Գյումրիում ընտրեցինք իհարկե մասին անդակույց նաև հայտարարում էր Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, որ ինչու ոչ, այսպես կոպիտ ասած համը ընկել է բերանը եւ նայել անթակույց շատ իր ասելիքի ընթացքում նշեց, որ չի բացառվում, որ այս կոնցեպտը կիրառեն, փորձեն կիրառել, գուցե հաջողություն իրենց բերի, բայց ես կարծում եմ, որ մենք ունենք այնպիսի տեխնացու հարգված էջմիածնեցու կողմից վստահաբար, ովքեր գնալու են եւ իրենց բարձր վստահության քվեն տալու են մեր տեխնացուին։ Ձեր տեխնացուն Արգիշտե Մեխակյանն է, որի նկատմամբ նկատեմ տոտալ հակաքարոզչություն է իրականացվում այն պայից սկսած, երբ որ քաղաքացիական պայմանագիրը նրան առաջադրեց որպես նախընտրական ցուցակի առաջին համար։ Տիկին Ազարյան, գիտեք, որ շահարկում են նրա ննջեցյալ հոր Շիրիմը, ասում են, որ դու Մեխակ Մեխակյանի որդին ես, որը հանուն Ղարաբաղի երկյանքը զոհաբերել Եվ հիմա փաստորեն եկել եւ գլխավորում ես մի կուսակցության ցուցակ, որը Ղարաբաղը հանձնել է։ Ձեր ընդդիմադիր գործընկերներից մեկն էլ պարոն Աբրահամյանը, պատիվ ունեմ խմբակցության քարտուղար, օրերս հայտնի ոդքասթի տաղավարում ասաց, երբ որ լսել էր պարոն Մեխակյանի հարցազրույցում արած որոշ դիտարկումներ Սերժ Սարգսյանի մասին, նրան իր խոսքով ասեմ չափալաղելու ցանկություն էր առաջացրել իր մոտ։ Տեսեք, իհարկե մի կողմից գայուն թեմայի մասին ենք խոսելու, մյուս կողմից էլ, եթե քաղաքական գնահատական, ես ինքս տամ սրան, սա քաղաքական անբարոյականություն է։ Հաշվի առնելով հարցի զգայունությունը եւ մտնելով նման դաշտ, հատելով հնարավոր բոլոր կարմիր գծերը, զոհված հոր անունը շահարկելով, անվանարկելով եւ բնականաբար վատ համատեքստում, ես կարծում եմ, որ պարոն Մեխակյանը շատ մեղմ է արտահայտվել, շատ մեղմ է հակադարձել, սա եւս խոսում է իր դաստիարակության, իր բարեվարկության, իր զսպվածության մասին, եւ կարծում եմ, եւ գիտեք, ըստեյության շատ հաճախ պետք է ոչ թե համաչափ եւ նույն դոզայով պատասխանել, նույն դոզավորումը տալ հակառակ կողմին, երբեմն նման զուսպ եւ կոռեկտ ձևակերպումներով հակադարձել դիմացինի, կարծում եմ դա խոսում է միայն այս կողմի բարեվարկության, բարձր բարեվարկություն ունենալու մասին։ Իհարկե լսել եմ, հակառակ կողմին եմ լսել, ելի եմ ասում, սա որպես քաղաքական գնահատական, սա քաղաքական անբարոյականություն է։ Երբ տեսնում ես, որ չկա մի բան, չկա մի սև բիծ, որով կարելի է սևացնել տեխնացուին, եւ մենք իսկապես ունենք տեխնացու, ում հնարավոր չէ որևէ բացասական, հա, ինչ-որ մի համատեքստում սևացնել, պիտակավորել, սկսում են արդեն զբաղվել քաղաքական անբարոյականությամբ։ Հերթերից մեկը այսօր հոդված էր հրապարակել, փորձելով ձեր ասած այդ բիծը գտնել եւ ինչ որ fake պարոն Մեխակյանը արդեն պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել եւ ժամանակ է տվել հայտնի օրաթերթին, որպեսի հերքի եւ ներողություն խնդրի, եթե չէ դատարանում են հանդիպելու։ Հույս ունեմ, որ այսպես ասած ազնիվ կգտնվի օրաթերթը եւ ներողությամբ եւ հերքմամբ հանդես կգան։ Տիկին Ազարյան, մեկ այլ զգայուն թեմայի անդրադառնանք, եկեղեցուն վերաբերող թեման, գիտեք, վերջին օրերին նորից շատ ակտուալացել է հայտնի ձայնագրության հանրայնացումից հետո, որից պարզ է դառնում, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, որին այսպես ասենք վեհարանից դուրս դնելու գործընթաց եք սկսել
վարչապետի մակարդակով դեռ մի քանի ամիս առաջ հորդորել է հոգևորականներից մեկին մորը վերցնել եւ գնալ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ցույցերի մասնակցել, նշելով, որ նա մեղքի մարմնացում է։ Նախ ձեր գնահատականն այս փաստի առնչությամբ, որ փաստորեն կաթողիկոսը նման հորդորներ է հնչեցնում եւ մեղքի մարմնացում է համարում 680,000 քաղաքացիների քվեն ստացած վարչապետին։ Նախ ինչ հարցին անդրադառնալը ուզում եմ մեր քաղաքացիներն էլ տեղեկանան, որ քիչ առաջ հետևյալ տեղեկատվությունը տարածվեց մամուլում, որ Կտրիչ Ներսիսյանը կարգալույծ է արել Տեր Արամին։ Վստահաբար սա ևս տեղավորվում է դրամաբանության մեջ, եթե հլու հնազանդ չես ենթարկվում ինձ, իմ հրահանգներին, ապա կարգալույծ կլինես, այս գործիքն է օգտագործել Կտրիչ Ներսիսյանը։ Հետ գալով ձեր հարցին, ես մի հետաքրքիր բան եմ ֆիքսել ձայնագրությունից հետո։ Ընդհանուր առմամբ մամուլում տարբեր լրատվականների ներքո մեկնաբանությունների մակարդակում ընդհանուր առմամբ իմ մասնավոր զրույցների ընթացքում մի հետևյալ ընդհանուր առմամբ եզրահանգում եմ արել։ Քաղաքացիները պարզվում է չեն զարմանում, երբ լսում են նման ձայնագրություն։ Սա ինչի մասին է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ, շատ հստակ գիտի, որ Կտրիչ Ներսիսյանը օգտագործելով իր այսպես ասած հոգևորականի բարձրաստիճան իր կոչումը, այն կոչումը, որը ունի եւ զբաղեցնում է այդ դիրքը, օգտագործել է տարբեր պրոցեսներին ներգրավելու համար, օգտագործել է, ես ցավով եմ սա նշում, որ հոգևորականներին նաև մենք ցավոք դիտարկում ենք որպես ռեսուրս եւ լեզուս էլ չի պտտվում, ասեմ, կաթողիկոսը հոգևորականներին ստիպելով, ընդ որում նաև ներգրավելով ընտանիքի անդամ, չի բավարարվել միայն ծառայողներով, հա, հոգևորականներով, նա հորդորելը ո՞րն է, ստիպել է, այսինքն սա պասիվ ագրեսիա կարող ենք մենք դիտարկել, երբ եթե չի արել, չի կատարել իր, այսպես ասած, հանձնարարականը, իրեն ուղարկել են ծառայություն մատուցի 200 կիլոմետր հեռավորության վրա իր ընտանիքից հեռու։ Այսինքն այս արհեստական խոչընդոտները, այս դիսկոմֆորտը ստեղծելով, երբ պատկերացրեք հոգևորականը պիտի իր տնից, տեղից կտրվի, գնա եւ իր հոգևոր ծառայությունը մատուցի 200 կիլոմետր հեռավորության վրա, արդյոք նա ինչ-որ մի պահի պիտի ընտրի հեռանալ հոգևոր կյանքից։ Հոգևոր կյանքի չէ, ծառայություններ մատուցելուց, արդյոք պիտի այդ որոշումը, այսինքն հստակ պասիվ ագրեսիայի դրսևորում է, ինչ-որ միտեղ այդ թաքնված դրսևորումներ են, եւ ես ցավով եմ ասում, որ քաղաքացիները բնավ չեն զարմանում լսելով նման ձայն, եւ սա ցուցիչ է, եւ սա ազդակ է, որ Կտրիչ Ներսիսյանը րոպե առաջ պիտի հեռանա։ Այսինքն դուք թողել եք նրա հայեցողությանն, որ ասում եք պիտի հեռանա, նա ինքնական պիտի հեռանա, թե ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ ինչ որ պրոցեսներ են տեղի ունենում կուլիսներում, որոնց արդյունքում այո կուլիսներում չի ասի թե կուլիսներում որևէ այսպես ասած խոսակցություններ այս համատեքստում, հա, որևէ թիրախային խոսակցություններ են տեղի ունենում, բայց ես վստահ եմ, որ այս ալիքը, որը որ օդում կախված է, մի օր պայթելու է եւ Կտրիչ Ներսիսյանը լավ կանի ինքնակամ հեռանա։ Իսկ եթե ինքնակամ չհեռանա, այս ձայնագրության հրապարակումից հետո երբ որ բարձ է դառնում, որ ձայնագրությունը որպես այսպես ասած իրեղեն ապացույց գտնվում է համապատասխան, հա, իրավապահ համակարգի ձեռքում է գտնվում եւ կարծում այս առումով գնահատական պիտի տա իրավապահ համակարգը, թե ինչ կոնցեպտով, ինչ տրամաբանությամբ դա կորոշի իրավապահ համակարգը։ Տիկին Ազարյան, մի թեմայի էլ անդրադառնանք, խոսքը մեր ձևով շարժման մասին է։ Գիտեք, մի քանի օր առաջ ի պաշտպանություն մեր ձևով շարժման հովանավոր կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի հանրահավաք տեղի ունեցավ,
եւ ըստ տարբեր հաշվարկների 7-ից մինչեւ 50,000 մարդ է Չէ, ինչի ասում էին 30,000։ Այսօր 50,000 Մաթեմատիկական բարձր գիտե ֆանտաստիկ, հա, նախատեպ գիտելիքներ ունեցող ընդդիմադիր գործընկերները մեր ասում էին 30,000 մարդ է գտնվել։ Լավ, եկեք 30,000-ը համարենք առավելագույն թվականակը, ըստ էության դա չէ ամենակարևորը, այլ ամենակարևորը այն է, որ մեր ձևով շարժումը, որը ենթադրաբար փոխակերպվելու է քաղաքական կուսակցության, մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Տեսակետ կա, որ դուք շատ սարսափած եք պարոն Կարապետյանի հանրային վարկանիշից, նրա շուրջ ձևավորված հանրային կոնսոլիդացիայից եւ ամեն ինչ անում եք այդ շարժումը անվանակելու, նրան երկար ժամանակով կալանքի տակ պահելու համար։ Խնդրում եմ ասեք, դուք պարոն Կարապետյանին ձեզ մրցակից համարում եք եւ եթե այո, ապա մրցակիցների շարքումն է որ Կարապետյանին մի հատ էլ հասկանանք Նարեկ Կարապետյանի մասին է խոսքը թե Սամվել Կարապետյանի մասին եւ Նարեկ եւ Սամվել, որովհետեւ Նարեկ Կարապետյանը գործում է Սամվել Կարապետյանի բոլորով եւ ցուցումով եւ անունից։ Տեսեք, ես որ ասում եք, չէ, ինչ որ ասում են, չէ, ընդդիմադիր դաշտում ասում են, որ վախեցած է, հա, իշխանությունը, հա, իշխանությունը, այո, եթե վախեցած չէ, ապա ինչու է շատ դուր գրվում, երբ որ այս ռետորիկան է հարցը իմ, այս դեպքում իհարկե, ինչից պետք է վախեցած լինի, երբ ձայնագրություններն արդեն տարածվել, այն մասին, թե ինչպես են տարբեր քաղաքացիներ, ովքեր ընդ որում ըստ ձայնագրությունների իհարկե տպավորություն է ստեղծվում, որ Սամվել Կարապետյանի ազգականների մասին է խոսքը, որովհետև ձայնագրություններից մեկի մեջ ասում է Սամվել Հոպարի, այսինչ մարդն է։ Եվ ձայնագրությունների մեջ ես իհարկե այս պահին չեմ տիրապետում այս բոլոր ձայնագրությունները արդեն համապատասխան ստորաբաժանումներ են, քննվում են թե ոչ, վստահ եմ, որ քննության առարկա կդառնան, ինչից պիտի վախեցած լինի իշխանությունը, որ 10,000 դրամ եւ նողկալի էր լսել հետեւյալ ձևակերպումը, գլոխը, հետեւյալ, հա, գլուխ էլ չէ, գլոխը 10,000 դրամ էին գնահատել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, 10,000 դրամով մարդիկ էին բերել, կանգնեցրել հրապարակում եւ այդ էյֆորիայի ֆոնին կամ ներդրած գումարը գոնե արդարացնելու հայցքն այդ անհակ ցանկությամբ արդեն ծովը ծնկներից տպավորություն էր ոչ թե այդտեղ 7,000 մարդ էր, այլ 30։ Երևի պիտի զեկուցեին, որ իրենց կատարած ջանքերի արդյունքում այն ջանքեր, այն էներգիան, որը ներդրել էին աչ ու ձախ զանգելով, հարյուրավոր զանգեր անելով, մի կերպ պետք է իրենց շեֆերին զեկուցեին, որ այնտեղ ոչ թե գտնվում է 7,000 մարդ, այլ 10,000 դրամի փոխարեն 30,000 մարդ է գտնվում։ Եվ ելի եմ կրկնում, ես վստահ եմ, որ քաղաքացիներ այս ձայնագրությունները եւս լսել են, հասանելիություն ունեն բոլորը, հրապարակային են, թե այս մարդիկ ինչպես են պատկերացնում, ինչպես են արտահայտվում եւ ինչպես են գնահատում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ այս մարդկանց համար միևնույն է 18 թվականի անգամ հեղափոխությունը չփոխեց այս մարդկանց մտածողությունը, որ քաղաքացին գործիք չէ իրենց սեփական ցանկությունները, իրենց կոմֆորտը ապահովելու համար եւ 10,000 դրամով քաղաքացուն անվանել գլուխ, գիտեք, խոշոր եղջերավոր կենթանու տեղ էին դրել քաղաքացիներին եւ նրանք, ովքեր գնացել են հատկապես այդ օրը կանգնել են այդտեղ, ես շատ կուզեմ, որ այդ մարդիկ լսեն, թե ինչպես են իրենց մասին խոսում եւ հետեւություն անեն այս մասին։ Մեր ձևովից արձագանքել էին այդ ձայնագրության հետ կապված, ասել, որ դրանք ներդրված անձինք են, որոնք ԿՊԻ կողմից, իշխանության կողմից ներդրված անձինք են, որոնք նման չարաճճիություններ են անում, զանգում են, իրենց անունից ներկայանում են եւ փաստորեն դրամով շահագրգռում իրավապահ համակարգի դաշտում եւ իրենք որոշեն եւ գնահատական տան արդյոք դա արհեստական բանականության միջոցով գեներացված ձայնագրություններ, այս կամ այն ուժի կողմից ներդրված քաղաքացիների կողմից ստեղծված ձայնագրություններ էին, թե իսկապես իրենց ասած Սամվել Հոպարի ազգականներ։ Այդուհանդերձ պարոն Սամվել Կարապետյանը ձեզ նրա քաղաքական ուժը խորհրդանում հայտնվելու շանսեր ունեն գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Գիտեք, հարցը շատ մի քանի շերտեր ունի հարցը, իհարկե, եթե
զորբայությամբ փորձեն մի քանի ուժեր կենտրոնացնել, կոնսոլիդացնել, համախմբվել մի տեխնացուի շուրջ, ինչի առումով ես այդքան էլ, այսպես ասած, վստահ չեմ, տեսնելով այն բոլոր process-ները, երբ տարբեր անգամներ հայտ են ներկայացրել, միասնական տեխնացու ներկայացնել վարչապետի, այդպես էլ չի ստացվել իրենց մոտ։ Այստեղ ես մի փոքր կասկածում եմ, որ իրենք կարողանան, լեզու գտնել եւ միասնական մեկ տեխնացուով հանդես գալ։ Ասում են, որ իրենց կողմից առաջադրվելիք վարչապետի տեխնացուն հանրությանը հայտնի, հանրության կողմից ընդունելի։ Մի օր ասում են Դավիթ Համբարձումյանն է, երբ որ հարց ես տալիս, բա լավ, Դավիթ Համբարձումյանն է, այո, պատիվ ունեմ է ասում, երբ ասում ես լավ, պատիվ ունեմին, ասում ես ձեր տեխնացուն Դավիթ Համբարձումյանն է։ Կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը այլևս ձեր առաջնորդը չէ։ Այստեղ լռություն է, չենք լսում մեկնաբանություն։ Երբ որևէ տեխնացուի շուրջ վերջապես անհրաժեշտ թվով ձայների տակ ստորագրություն են ունենում, ի վերջո գալիս կանգնում են ամբիոնին, լսում ենք լրիվ այլ տեքստ, այլ բանի մասին, ստեղ էլ է շատ հակասական, եւ ես իզուր չեմ ասում, որ խիստ կասկածում եմ, որ այս բոլոր ուժերը այդ իրենց ներքին գզվռտոցի մեջ կկարողանան միասնական տեխնացուի շուրջ համախմբվել։ Շնորհակալություն զրույցի համար, Տիկին Ազարյան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։